Դեկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց ծառայության բարեփոխումների ընթացքն ու գործառույթները։ Անդրադառնալով մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրվող խախտումներին եւ դրանց կանխարգելման գործում ներքին անվտանգության վարչության դերին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. Մենք հասանք բոլորս միասին շարքայանից մինչև գեներալ, որ մենք կարող ենք ունենալ նման միջոցառում, ինչպիսին հանրաքվեն է, եւ չունենանք ոստիկանության աշխատակցի նկատմամբ ծառայական քննության կամ ուսումնասիրության թեմա։ Սա արտառոց դեպք է։ Եթե մենք ունեցել ենք որոշակի ահազանգեր, որ ոստիկանությունը այսինչ տեղամասում անկարգություն է լինում եւ ոստիկանությունը չի միջամտել։ Եղել են 1-2-3 այդպիսի դեպքեր, սակայն մենք քաղաքացիներին բացատրել ենք, որ ընդհանրատեղամասում տեղի ունեցող բոլոր իրավախախտումների ժամանակ ոստիկանությունը պետք է հրավերի կամ հանձնաժողովի նախագահան կամ քարտուղար կամ հանձնաժողովի անդամներից մեկը, եթե անկարգություն ալինա, միայն այդ դեպքում։ Ոստիկանության պետը կարևորեց վարչությունում իրականացված որակական բարեփոխումները եւ դրական գնահատեց արդյունքները։ Մենք կարողացանք ներքին անվտանգության ծառայությանը բերել որակական փոփոխության։ Եթե ժամանակին ձեր ստորաբաժանումը դիտվում էր որպես պատժիչ օղակ, մենք կարողացանք փոխել իմիջը ծառայության ներքին անվտանգության եւ ավելի գլոբալ մոտենալ։ Մենք ծառայական քննության, ուսումնասիրության արդյունքների ժամանակ խրախուսում ենք նույնիսկ ձեր ստորաբաժանումը կայացել է որպես արդարության օղակ, որտեղ անարդար որոշումներ չեն կայացվում։ Այդ առումով ես ձեզ շնորհավորում եմ։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանության ծառայողների իրավական եւ սոցիալական ապահովման ուղղությամբ վարչության խնդիրներին։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, երևի մյուս տարի մենք, եթե ոչ առաջին կիսամյակին, երկրորդ կիսամյակին երևի արդեն պատրաստ լինենք գնալու դրան, դրա համար համապատասխան նյութեր պետք է ստեղծվի, խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է մեր ոստիկաններին, եթե ինքներս տեսնում ենք, որ հոգեբանական խնդիրներ, խնդիրներ ունի, ներքին անվտանգությունը պետք է ուղեգիր տա, ուղարկի ռեաբիլիտացիոն process անցնելու համար։ Ես կարծում եմ, որ սա լավ քայլ է, միջազգային փորձը կա, աշխարհը ունի դա, աշխարհը անում է դա։ Ամփոփելով խորհրդակցությունը Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներով արձանագրված ձեռքբերումներին եւ ընդգծեց գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։ Մենք երկրորդ փուլի առաջին տարին ավարտում ենք կազմակերպված ոստիկանություն ունենալով։ Հենց այսօրվա թեմայով զանգվածային միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն մատուցելով։ Իրավաչափ ծառայություն մատուցելով։ Ավարտին խորհրդակցության մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 8-ից դեկտեմբերի 9 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։ Բացահայտվել է գողության 6, յուրացման կամ վատ նման, խուլիգանության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նոյեմբերի 24-ին Մեծամորի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ ստացվեց։ Մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Դուժողը մեզ հայտնեց, որ վնասվածքը ստացել է տանիքից ընկնելու հետևանքով ձեռնարկված միջոցառումներով պարզեցինք, որ դուժողին մարմնական վնասվածք է պատճառել նրա քույրը 43-ամյա Թամարա Կարապետյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հայտնաբերեցին նաև սուր կտրող ծակող գործիքը։ Թամարա Զալինյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Քննությունը շարունակվում է։